Այո, եթե առաջնորդը գործրել է ժողովրդի վստահությունը, նա դադարում է առաջնորդ լինելուց, նույնիսկ եթե դեռ նա գահին նստած է։ Եկեղեցու առաջնորդ լինելը ոչ թե իրական կամ իրավական, այլ փարոյական գոչում է։ Այսօր ցավոք ժողովուրդը տեսնում է ոչ թե հովիվ, այլ իշխանասեր մարդ շքեղության, աստեցության ու իշխանական հարաբերությունների մեջ խրված։ Երբ կաթողիկոսը չի արձագանքում իր շրջապատի անաստված կոչերին, երբ չի դատապարտում բռնության որդորները, նա իրականում արդարացնում է դրանք։ Իսկ սա արդեն ոչ թե սխալ, այլ հանցանք է հոգևոր առումով։ Գարեգին երկրորդի լրությունը այսօր դարձել է աղաղակող խոսք իր դեմ։ Ժողովուրդը սպասում է ոչ թե քաղաքական դիրքորոշման, այլ խղճի արձագանքի։ Եվ քանի դեռ նա մնում է լուր, մնում է մեղավոր։ Եկեղեցու ապաքինումը չի գա պաշտոնական կարգերով, այլ մաքուր հովիվների համարձակությամբ։ Աստված երբեք չի թողնում իր եկեղեցին, նա միայն փոխում է այն մաքրելով, ինչպես հնցարանը հնցողը մոլախոտ։